Նախ ասեմ, որ այդ 7 ժամը կա, այսինքն կա ռեկոմենդացիա քնի բժշկության ամերիկյան ակադեմիայի կողմից, որ չափահաս անձնավորությունը հայերեն չգիտեմ, չափահաս, adult բառը ես թարգմանում եմ չափահաս, այսինքն 18 եւ բարձր։ Պետք է քնի առնվազն 7 ժամ, ցանկալի միջակայքն է 7-ից 9 ժամ։ Այդ որ ասում ենք գոնե 7 ժամը պահել ենք, դա այդ մի քիչ պալիատիվ մոտեցում է, եթե կարելի է այդպես արտահայտվել, այսինքն ծայրահեղ դեպքում թեկուզ տարբեր ֆրագմենտներով, բայց գումարային 24 ժամվա մեջ ցանկալի է քնել մինիմում 7 ժամ։ Միանշանակ ավելի ցանկալի է, որ դա լինի 1 բլոկով եւ միանշանակ ցանկալի է այդ անձին բնորոշ ցիրկադային պատկերի շրջանակներում։ Այստեղ ես լրիվ համաձայն եմ, որ շատ կարևոր է թե ցիրկադային այդ ռիթմի մեջ որտեղ են այդ քնի ժամերը։ Եթե անձը, ինչպես շատ լավ օրինակ վերեցինք նախորդող հարցի ժամանակ, հերթափոխով աշխատող է, մենք այստեղ փաստորեն հերթափոխի գնալիս դեմ ենք գնում քնի ֆիզիոլոգիային, այսինքն մենք ունենք երկու վերահսկիչ կամ կարգավորիչ համակարգ, մեկը ցիրկադայինն է, այդ մոլորակի 24 ժամյա պտույտի հետ համաձայնեցված բազմադարյա այսպես համակարգն է, բայց մյուս կողմից կա հոմեոստատիկ process, այսինքն այն ուրիշ համակարգ, որը որ զուտ ես միշտ դա համեմատում եմ միջղային հաշվապահի հետ, որ դրանց հաշվում է ժամերը, թե ինչքան ենք արթուն, ու հենց չափն անցնում ենք, դու պետք է գնաս քնելու։